Իսրայելին իրանց մի հատ շատ պոպուլյար բան կա, ԶԼՄ բան, թերթ կա, կոչվում է Երուսալիմ Post։ Դրան գրում են, որ մենք պիտի օգնենք ադրբեջանցիներին, որ Սյունիքը վերցնեն, ամբողջ Սյունիքը վերցնեն սահմանը կտրեն։ Պարսկաստան հետ, Հայաստան, Պարսկաստան։ Երուսալիմ Post իրանց ամենամեծ ու ամենապոպուլյար թերթն է։ Հիմա մենք ոնց կարանք այդ շատ լուրջ չունտնենք այդ ամեն ինչը։ Վարչապետը թե կացումն եք, այսօր դեռ կտեք հեծանիվ է քշել։ Ինքի բանա չեմպիոն Միրադար էր ասում։ Իրական Հայաստանից կխոսեն։ Ես դրա համար ասում եմ, մենք գտնվում ենք ինտելեկտուալական առումով, որպես պետություն, ոչ թե չեմ ասում, մարդիկ կան, կարանք դեմեր ստեղծենք բան։ Այս առումով, այս գծով, ինտելեկտուալ գծով, մենք որպես պետություն, որպես համակարգ գտնվում ենք զերոյական վիճակում, զերոյական, ու դա շատ վտանգավոր է, դա շատ վատ հետևանքներ է բերելու։ Առաջի անգամ սաղ աշխարհը բացի Ամերիկային ու մի հատ քանի հատ մարտակերպ Բայց Նեթանյահուն կկանգնի արդյոք, կկանգնի արդյոք, կկանգնեցնի այս ամենը, եթե լինի աշխարհի, Իսրայելի նախագահը կկանգնեցնի այս ամենը, այսինքն նրա համար կարևոր կլինի աշխարհի միջամտությունը կամ աշխարհի։ Չկաց ունեն։ Դե դրա մասին է հա։ Չէ, բայց ուրիշ բան եմ ասում, այդ նշանակում է, դա շատ լուրջ բան է, եթե ամբողջ աշխարհը Իսրայելի դեմ է, հիմա բացի մի քանի հատ բան մարտակերպ պետություններ կան, որ քարտեզում էլ չեն երևում, ու Ամերիկան իրանց հետ։ Ուրիշ պետություններ չկա, մարտակերներ ու միացյալ նահանգներ։ Դե հիմա Տրամփը էլ դառնում մարտակեր։ Եթե ինքի Ան-Նուսրայի բան հիմա Սիրիայում ասում է, ես ընդունում եմ որպես կառավարություն, պատկերացնում եք, այսինքն տիրորիստներին հաստատում են, ասում է, ընդունում եմ, հիմա դու ես վարչապետ կամ նախագահ, չգիտեմ ինչ զիբիլ, նույն Եվրոպայը, ասում է, ընդունում եմ, հասկա, աշխարհը գժվեց, Ռուսաստան ասում է, Տալիբանը այլևս տիրորիստ չեն, ես նորից ասում եմ, չկա սենց բան, բայց, ստեղ մի հատ բան պիտի կարևոր նշեմ, հիմա որ Իսրայելը առավոտվանից մինչև իրիկուն հայտարարություններ անում, որ այս ենք ոչասել, այն ենք ոչասել, վերջ անգամ որ հիշում եք, չէ, դրանք էլ ռմբակոծել են Պարսկաստանները, ասել են այլևս խոպի միջոցներ չի մնացել։ Ես ու մի բան ասում, ասում եմ խոպի միջոցներ չկա, ցավտան, դու ամեն անգամ ասում եք, որ խոպի միջոցներ չի մնացել։ Սենց ասեմ, այն ինչ որ հիմա հայտարարում է, ընդեղ ենք ոչասել, ստեղ ենք ոչասել, ընդեղ ենք ոչասել, չի համապատասխանում, նախ եւ առաջ։ Իսրայելը բան, Պարսկաստանն էլ միամիտ պետություն չի, բայց այն ինչ որ Նատանզը դրանք խփել են, այդ որտեղ ատոմային կենտրոնը շատ մեծ, ամենամեծ ընդեղը։ Դա հաստատվում է, կա sense բան։ Դրա համար ես նորից ասում եմ, ներքին գործերի նախարար Իրան ճգնաժամային վարչության պետ, մեր գլխավոր շտաբի ՌԽԲԶ-ի զորքը, ԱՑ-ն, անվտանգության կարտուղար, ՌԱՏԱՊ, պիտի հավաքվեն ու այդ ռադիացիայի հետ կապված թեման պիտի շատ լուրջ քննարկեն։ Թեկուզ խոսքի օրինակ կարող ոչ մի բաներ չի լինելու, բայց դուք որպես պետություն անպայման պիտի ուշադրություն դարձնեք ու հավաքում եք, քննարկում եք, գնում եք, ստուգում եք բոլոր դեպքերում։ Չկա, շատ լավ որ չկա, բա որ լինի։ Հետո ինչ եք ասել են ժողովրդին, հիշում եք, չէ, Չեռնոբիլի բան վտարի որ եղել է։ Ժողովուրդը էլ հասկանում եք, սա որ Facebook-ում, YouTube-ում, Telegram կանալներում նստած ու դրանք տենում են, Իսրայելի հայտարարություն անում։ Ես խփել եմ Նատանզա, ատոմային կենտրոնը։ Ժողովուրդը մտնում է Google-ի մեջ, նշում է Նատանզա, Հայաստան։ Դեռ նշած է 500 կիլոմետր մինչև Երևան։ Ով է կոչապս տեսում, մենք նույնը Իսրայելն է ասում։ Ինչու ընդհակառակ ժողովուրդը շատ կասի շատ շնորհակալ ենք, որ մեր մասին մտածում ենք։ Ես խոսքի օրինակ որպես հայ ասում, թքացում եմ ձեր արած գործերին։ Այդ ինչ եք անում, ոչ մի բան չեք անում։ Իմ մասին չեք մտածում։ Եթե խոսքի օրինակ վաղը թեկուս անպայման չտան գնան բան անեն, հայտարարեն, որ sense բան ենք անում։ Գնում են, ֆռում են ավտոներով, բռնում են, նայում են, աշխատում են, իր հետ քննարկում են, խոսում են, նախորդ պատրաստել են,
Բայց եթե խոսք օրինակ նայում ռադիացիան դեպի գալիս է, այդ քամին բերում է մեր մոտ, Աստված տա ոչ մի բան չի լինի, բայց դու որպես պետություն դու չես կարող աստվածերը հույս տնես, որ ոչ մի բան չի լինելու։ Բա որ լինի, ինչ ես անելու։ Նորից ասում եմ, Վարչապետին հորդորում եք հետ վերադառնալ։ Այո։ Եվ չմասնակցել ֆորումին, այլ լինել երկրում։ Այո։ Ինք իրավունք ունի այս ժամին, որտեղ sense բաներ է կատարվում։ Գնա երկրից բացակայել։ Ես նորից ուզում եմ հիշեցնեմ, Չեռնոբիլում որ վտար ա եղել, ամս 26-ին ապրիլին, մարդկանց ասել են ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ է, մայիսին ամսի 1-ին դրոշներով, բաներով, մարդիկ դուրս են եկել, ուրախ բաներ անում, նույն Կիևում, նույն Բելարուսիայում։ Այն ժամանակ արդեն ոչ թե դու իրավունք ունես տնից դուրս գաս, դու պիտի Ուկրաինայից, Բելարուսից փախնես, բայց քանի օրից ասել են, քանի դրանից հետո մարդիկ հիմնադարձել են, ուռուցք են ստացել, երեխեք չգիտեմ 2 գլուխով են ծնվում, 4 ոտով են ծնվում, հետևանքներ եղել է, ու շատ ուժ հետևանքներ ա եղել, ու շատ ուշ են ասել ժողովրդին։ Հիմա ասում եմ, պետությունը նախորդ պիտի մտածես, այստեղ չկա չգիտեմ պանիկայի հետ կապված չի, պետությունը իրան գործանում է։ Ես չեմ ասում գնացեք տելևիզորով ասեք։ Ես ասում եմ որպես մասնագետ, ես այդ վտանգները տենում եմ։ Եթե դրանք չեն տենում, ուրեմն դրանք չեն համապատասխանում իրանատորներին։ Հեսա։ Բայց այն ինչ որ կատարվում է, եթե սեն շարունակելու է ու դրանից հետո Պասկաստան, եթե տա, չգիտեմ, հիմա հələ չի տվել, շատ ուժեղ պատասխանն է տալու, այդ բերելու շատ ցանցեր հետևանքներ ու կարող է հակառակորդը օգտագործել այդ բանը ու մենք մտնենք պատերազմի մեջ։ Մանավանդ ես նորից ասում եմ, մի հատ բան կա։ Մենք 15 թվից իմացել ենք 16, որ գլխավոր շտաբում Թուրքիայում կա մի հատ մշակված պլան կապված Հայաստանի հետ։ Այդ պլանը կոչվում է Ալտայ։ Այդ պլանի մեջ նշած է Հայաստանի դեմ մարտական գործողություններ։ 15 թվից այդ պլանը կա գլխավոր շտաբում։ Ու այդ պլանը ոչ մեկը չի ջնջել։ Եվ մտավախություն ունեք, որ այդ պլանը կարողանի գործի դնել։ Ես մի հատ բան ասեմ, Նիկոլ Փաշինյան ինչ կանել չի երկի Լուչիանո Պովարոցիի նման, չէ իրան երկի չի ասում, ուղղակի просто որպես երկիչ։ Միլիոն տարի Հայաստան կապրի, միշտ գտնվելու է պատերազմի ռիսկի մեջ, ռիսկային բաները։ Իսրայելը ինչ կանել կմնա, այս կանել միշտ ամբողջ իր կյանքը գտնելու է պատերազմի ռիսկի մեջ։ Հայաստան այն պետությունն է, որ պիտի միշտ պատրաստել է։ Նայեք նույնը Լյուքսեմբուրգը։ Իր մոտ սա բարեկամներ են, չէ, Լյուքսեմբուրգը։ Բայց բոլոր դեպքերում բանակը պահում է։ Չնայած բանակը շատ փոքր է 900-ի մարդ, բայց բոլոր դեպքերում դաժե Լյուքսեմբուրգն է պահում։ Իսկ եթե դու ասում ես ես վստահ եմ, նայ, միշտ ասել եմ վստահ եմ պատերազմը չի լինելու, արդեն մի քիչ այդ կրիզիսը անցավ, ասում եմ շանս ունենք։ Արդեն չի ասում 100% պատերազմը չի լինելու, գիտեմ։ Նախ եւ առաջ ինքը ոչ մի բան չի կարող իմանա։ Երկրորդը իրան թիմի մեջ մարտել չկա որ կարող մի բան իմանա, ոչ ալցին, ոչ մեր արտաքին հետախուզության տոները դրանք ոչ մի բան չգիտեն։ Ինչու, որովհետև մակային կանակը շատ քիչ է ու այս ուղղության վրա շատ քիչ փող են տրամադրում։ Ես ասում եմ, խոսք ունենք մեր ԱՑ-ի բյուջետը արտաքին հետախուզության համակարգ մինիմում պիտի ունենան ամեն-մեկը 5 միլիարդ դոլար բյուջետ, մինիմում։ Դա մինիմալ եմ ասում։ Եթե հետախուզությունը չի աշխատում, ու հակահետախուզությունը չի աշխատում, ես ես ասում, եթե շատ ուժեղ ուշադրություն չես դարձնում, այսինքն որ մենք գանք, մեզ հաջողվի մենք գանք իշխանությունը վերցնենք, ես ԱՑ-ի ու արտաքին հետախուզության այդ համակարգը իրան մարդկային կանակը ավելացնելու 2-3-4 անգամ հետագայում ու բյուջետը լինելու համարյա թե բանակի բյուջետը, որովհետև հայ ազգը պիտի հասկանա, եթե այս կառույցները չեն աշխատում,
այդ ես ասում վստահաբար, եթե կլասիկա է այդ, սենց ասեմ, 50% Հայաստանը արդեն պարտված վիճակում է։ Եթե հատուկ ծառայություններ չունեք, հաշիվի պետություն չունեք։ Դրա համար ամեն օր մեկ նկարներ ենք տենում։ Թուրքեր գալիս են նկարում են, սադրում են, գնում են, հայեր գժում են, չէ՞։ Այդ ոնց եք աշխատում, ինչ եք անում, հա։ Բայց նորից ասում, դա միայն ԱԱՑ-ի գործ չի։ Ներքին նախարարությունները պիտի աշխատի։ Ու ամը մեր ժողովուրդը մենք նայեք, հայեր սենց են ասում, դրսում դուք սա հետախույզ եք, դրսում, ներսում դուք սենց, սա հայեր հակ հետախույզ եք։ Այսինքն մենք էլ պիտի օգնենք պետության։ Տերում եք թուրքա, նկարում է, սադրում է, էշ բաների անում, գալիս բրդում է, ոստիկաններին զանգում է, գալիս են բրդում են, փաթաթում տանում են։ Այդ չկա այդ բանը, մենք չենք հասել այդ բանը։ Մարտը էլ է եկել հաց հաղորդում, թող նկար։ Դրա համար ասում, վտանգներ կա, ու այս պահով պիտի փակ ու արագ տեմպերով հրատապ անվտանգության նիստ հասկացնեն, որովհետև դա շատ լուրջ պրոբլեմ է, այս բաներ չկա Հայաստանում։ Նորից դիմում եմ ներքին գործերի նախարարին, ձեր ճգնաժամային վարության պետի հետ խոսացեք, մարդ ուղարկեք, այդ հոտնային ստուգեն այդ բաները, որովհետև Նատանզայում այդ համակարգ, այդ կենտրոնը, ատոմային, շատ լուրջ կենտրոնն է ու ամենամեծ Պարսկաստանում։ Միշտ կարաս վերլուծես պատերազմը երբ կարա սկսի։ Իսկ երբ ավարտվի, շատ դժվար ասել։ Եթե կավարտվի այն ժամանակ, եթե ամեն-մեկը կասի, որ ես հասել եմ իմ նպատակին։ Ուկրաինա պատերազմը շարունակելու է, մինիմալ հալա մի տարի կա, տարի կեսել։ Այսինքն դեռ այդ վերլուծությանը չեն հասել երկու կողմերը։ Չէ։ Նայեք, հիշում եք այդ Իրան։ Այնտեղ էլ են ասում, մի քանի օրվա պատմություն կլինի, այստեղ էլ են մեկ շաբաթի մասի խոսում կամ Բացառված ավել։ չէ, որ Իսրայելի եւ Պարսկաստանի կողմից էթի կապիկությունն է։ Դու կապիկությունն բառը չեմ ասում։ Շոու է, այ։ Շոու է։ Ինչ որ խնդիրներ լուծելու համար։ Բացառված չէ։ Բայց Նատանզայի վրա որ խփում են, դա արդեն լուրջ բան է։ Լուրջ։ Ну, ես շատ քիչ տոկոսներ եմ տալիս, որ դա շոու, բայց նորից ասում եմ, մեր անվտանգության հետ կապված, մեզի պետք է որ Պարսկաստան անպայման իրան ատամներ ցույց տա։ Թեկոս խփի Ամերիկայի բազան, Իսրայելի իրա, մեզի պետք է որ այդ Հայաստանի անվտանգության համար է շատ կարևոր, որ Պարսկաստան իրան ատամները ցույց տա։ Եթե Պարսկաստանը ատամները ցույց տվեց, մենք կորած ենք։ կորած չենք, բայց լուրջ խնդրի առաջ ենք գալու։